Գավառի համար 5 հիմնական դպրոցի աշակերտները 2.5 տարի անց կրթություն կստանան ավելի հարմարավետ պայմաններում։ Շենքը վերակառուցվում է, 306 աշակերտ ու նախակրթարանի 19 սան տեղափոխվել են մյուս մասնաշենք։ Այստեղ ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները կրթական գործընթացն անխափան շարունակելու համար։ Մեկ հերթով մենք տեղավորվել ենք, խնդիր չի առաջացել, բոլոր պայմանները կա, սկսած նախակրթարանի համար սահմանված ճաշարանով, սանհանգույցներով, ամեն ինչը կա եւ մենք մեր նորմալ կրթության պահանջներին համապատասխան կրթությունը իրականացնում ենք։ Շինարարական աշխատանքները մեզ բոլորովին չեն խանգարում, առանձնացված է, վտանգ չի սպառնում։ Կրթօջախը կառուցվել է խորհրդային տարիներին։ Այս պահին ընթանում են դպրոցի մեկ մասնաշենքի քանդման եւ ապաստարանի հիմքի փորման աշխատանքները։ Նորմալ ընթանում են ըստ պլանի, քանդման աշխատանքները կտևեն դեռ մոտ ամիս ու կես 2 ամիս։ Մոնոլիտային աշխատանքներն սկսել ենք, ընդհանուր աշխատում է մոտ 25-30 հոգի։ Դպրոցը վերակառուցվում է պետական միջոցներով, շուրջ 430 աշակերտի համար նախատեսված կրթօջախի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 900 միլիոն դրամ։ ԿԳՄՍ նախարարության քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ ուսումնասիրություն ենք իրականացնել, ուսումնասիրության արդյունքում մենք մարզում ընդհանուր առմամբ 21-26 կառավարության ծրագրով կառուցելու ենք եւ հիմնանորոգելու ենք 35 դպրոցներ։ Մեր համար ամենագերակա ծրագրերից է դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունը, որի վրա մեծ ուշադրություն ենք դարձնում եւ կառավարության ծրագրի հետ համահունչ մեր մարզում այդ ծրագրերը իրականացվում են։ Դպրոցի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են մարզպետարանի վերահսկողությամբ։ Պետական ծրագրերով մարզի Գագարին, Վերինգետաշեն եւ Ակունք բնակավայրերի դպրոցներին կից նաեւ մարզադահլիճներ են կառուցվել։ Անահիտ Կարեյան, լուրերի համար։